Այս անիվի վրա գրված են տարբեր խաղային չելենջներ։ Անիվը պտտելով որ խաղային առաջադրանքի վրա կանգնես, դա էլ պետք է կատարեմ։ Իսկ առաջադրանքը չկատարելու դեպքում պարտավոր եմ անել պատիժը։ Ֆու։ Վիդեոն անցնելու է շատ հետաքրքիր։ Մնա միջև վերջ։ Հիմա կհարցնեք, բա ուր է անիվը։ Հես է անիվը։ Չելենջները պատրաստել է իմ ընկեր Ֆելոն։ Էն էլ ինչ բարդության չելենջներ։ Այդ ինչ չելենջներ է, որ Ֆելոն։ Նենց բարդության, որ հաստատ դու չես կարող անցնես։ Օրինակ իմ սիրածներից մեկը Mortal Kombat 1-ով առանց բլոկ խաղալն է, որտեղ դու Խաչիկ ջան անգամ բլոկով չես կարող խաղաս։ Ժողովուրդ խնդրում եմ այդ Խաչիկի լարվածությանը նայեք։ Ու այս challenge-ը հենց ամենահեշտն էր։ Հենց որ այսօր դու ուտելու ես անպայման տան բոլոր լիմոնները։ UFC առանց բլոկ, FIFA-ում մենակ օթային գոլ էր, 3 հոգու դանակով կայսում, արա մարդ մի քիչ խիղճ ունենա։ Մի խոսքով շատ խառը ու տարօրինակ չելենջներ են ինձ սպասվում։ Խառն ու տարօրինակը չգիտեմ, բայց որ բարդ է, այդ հաստատ։ Յարին 0-ով առաջինը պտտեմ ու ես գնամ։ Միրաբը պտտի։ Արա լավ էլի, արա։ FC25 թույլ է։ Հարութը հաստատ այս վիդեոն հավանելու է, որովհետև անցած այս վիդեոյում ինքն էր խաղում թույլ թմով, հիմա ինձ անգել, այս հաստատ Հարութի աչքներ։ Դե ինչ ժողովուրդ ջան, ես գնացի Խաչիկին թողում եմ մենակ իր չելենջների հետ։ Գնաց դու։ Դե ինչ գնացինք FC խաղալու։ Մի րոպե։ Ձեզանից ուղիղ 74%-ը նայում էին վիդեոները առանց բաժանորդագրության։ Բա տենց ոնց եղավ։ Շատ շտապ, փոքրացնում եք վիդեոն, բաժանորդագրվում ենք ալիքին եւ սեղմում ենք զանգակի կոճակը։ Ես արդեն PlayStation-ի դիմաց եմ, սկսենք խաղը։ Պետք է վերցնեմ ամենաթույլ թիմը, ինչպես հիշում եք, ես խաղում եմ Դանդալկ թիմն է։ Ունեմ ընդամենը 1 հնարավորություն։ Հեսա մեր Դանդալկը։ Եկեք խաղանք Բարսելոնայի դեմ։ Գնում ենք ամենաբարդ աստիճանի վրա։ Նայեք, էլի նայեք ես թմին։ Սկսենք առաջին խաղը։ Գնացինք, դանդալկ։ To the game, be confident on the ball, and hopefully we won't be disappointed. A nice move end. Շատ դանդաղ են խաղում։ Չպետքա պարտվեմ։ Ահա որ դժվար է պաշտպանվելու, որովհետև շատ թույլ են։ Առաջին գոլը կեր է։ Հաշիվը արդեն 1-0 է, շարունակենք։ Այս չեմ ուզում պարտվեմ։ Երկրորդը պետքա կենտրոնանալ ու հաղթել։ Գնացինք։ Ո՞վ շատ օֆսայդ էր, ափսոս։ Առաջին անգամ գրոյեցի հետ էլ խաղից դուրս էր ու երրորդ գոլը։ 30-րդ րոպեն արդեն 4 հատ գոլ են խփել։ Չգիտեմ կկարողանամ հետ գամ թե չէ։ Ինձ թվում է չէ։ Չի լում խաղալ օրը։ Մաքուր էր։ Առաջին խաղակեսը ավարտված է, հաշիվը 5-0 է, ինչպես տեսնում եք։ Իրականում չգիտեմ իմաստ կա երկրորդ խաղակեսի թե չէ, բայց պետքա փորձել։ Պետքա հավաքվել, անկյունային հարված։ Ինչ լավ պահեց։ Արդեն 10-րդ անկյունայինն է, հասկացանք դե։ Թողեք մենք էլ խաղանք։ Արա 6-րդ գոլը։ Հաճույքով եմ գոլերը ուտում։ Գոնե մի հատ պետքա չէ խփեմ։ Զեց, ալավ գոնե մի հատ։ Չեմ հոգնում ասելու դանդալկ չի լինում անցնել։ Ինչ ուրախ է Ռաֆինյան, դանդալկին գոլեր են խփում։ 10-րդ գոլը ուտում եմ ես դանդալկով, 11-րդը լինելու արդեն լիմոնը։ Հարութ ինչ հաճույքով է նայելու այս վիդեոն։ Լավ 12-0, գոնե մի հատ պետքա չէ, խփեմ հատ հավաքվի լը Խաչիկ։ Հիմա վերջին գրոհի հնարավորությունն է, այդ էլ չունեմ։ Ահա որ է ուղղակի 14-0-ի համար կարելի է 2 հատ լիմոն ուտել։ Դե ինչպես տեսակ առաջին չելենջը ես պարտվեցի, ուղղակի անհնար էր խաղալ Դանդալկով Բարսելոնայի դեմ։ Օրա լավ էլի, դե ինչ լիմոն։ Մի խոսքով ասելու բան չկա, գնամ պատիժս կատարելու։ 14-0։ Կանոնները մնում են կանոններ։ Այդ համով է։ Իրականում ավելի վատ էի պատկերացնում ամեն ինչ, բայց ամեն կծելուց ինքս ինձ խաբում էի, թե նարինջ եմ ուտում։ Գնացեք հետևեք Instagram-ից, այնտեղ դուք կտեսնեք իմ առօրյայից կադրեր, որոնք բնականաբար չեք տեսնի YouTube-ում։ Հղումը կգտնեք նկարագրությունների բաժնում։ Դե ինչ պտտենք անիվը երկրորդ չելենջը իմանալու համար։ Ինչ
Ինչա։ Եվ դզեց։ Ինչպես տեսնում եք, ընկավ Counter-Strike խաղը, որը ես շատ լավ եմ խաղում։ Ճիշտ է, challenge-ը մի քիչ բարդ է, պետքա 10 հոգու ոչնչացնեմ առանց պրիցել բռնելու, բայց ինձ թվում է շատ հանգիստ կանեմ։ Գնանք խզարելու։ Դե ինչ մենք երկրորդ փուլում ենք, նորից եմ ասում, այս խաղը ես շատ լավ եմ խաղում, ինձ թվում է խնդիրներ չենք ունենա։ Գնացինք։ Վերցնում ենք AWP, խաղը սկսվեց։ Այս մեկ։ Արատեք։ Չէ։ Հերվից անիմաստա կրակելի։ Երկուս։ Այստեղ շատ հարմար տեղ է իրականում։ 3 հոգի ունենք։ Ու, 4-րդներ։ 5։ Շատ արագ է գնում։ 6։ Մնաց 4 հատ։ 7։ 8։ 9, շատ սիրուն է։ Էս էլ մեզ 10։ Ասում էի, չէ, շատ հեշտ է լինելու։ Եկեք զուտ հետաքրքրության համար դրանք քանի հոգու կկարողանան ոչնչացնել։ Դե ինչպես տեսնում եք, ընդհանուր հաշվով ես կարողացա ոչնչացնել 22 հակառակորդ առանց նշան բռնելու։ Գնանք առաջ։ Ասում էի, չէ, շատ հեշտ է լինելու։ Մնում է հիմա էլ բախտս բերի ու վերջին փուլում լիմոն չուտեմ։ Դե ինչ պտտենք։ Արա լավ, արա։ Mortal Kombat առանց բլոկի։ Չեմ ուզում լիմոն ուտեմ։ Գնանք փորձենք։ Ես նորից PlayStation-ի առջև եմ, խաղում ենք Mortal Kombat առանց պաշտպանվելու։ Ունենք ընդամենը 2 փորձ ու ես չեմ ուզում էլի լիմոն ուտեմ, բայց առանց պաշտպանվելու ընդհանրապես չեմ պատկերացնում, ոնց պիտի խաղամ։ Ուրեմն ստեղ խնդիր ունենք, ինչպես տեսնում եք, այս Mortal Kombat-ի սերվերները չեն աշխատում։ Դա մեզ չի խանգարի, ուղղակի ռոբոտի դեմ կխաղամ։ Այս մի Mortal Kombat-ը շատ չեմ խաղացել, նենց որ լավ չեմ խաղում, բայց փորձենք։ Այս անգամ դժվարությունը կդնեմ միջինի վրա, որովհետև Mortal Kombat-ի ռոբոտը շատ ուժեղ է խաղում։ Ուղղակի անիմաստ կլինի խաղը։ Մնում է ուշադիր լինեմ չպաշտպանվեմ։ Round 1. Fight. Լեբոր լավ է։ Ես դեռ չեմ պաշտպանվում ընդհանրապես։ Այ հիմա որ պաշտպանվեի, այս ամեն ինչը չէր լինի։ Քիչ է մնացել։ Վերջին պահին սկսեց խաղալ։ Վերջ։ Առաջին ռաունդը իմ օգտին է, դեռ չեմ պաշտպանվել։ Արա, դա չի լինում է պաշտպանվել։ Շատ սիրուն էր։ Վերջ։ Ժողովուրդ շատ անսպասելի ավարտվեց խաղը, նույնիսկ չհասկացա, որ հաղթեցի, ընդհանրապես չեմ պաշտպանվել։ Ճիշտ է, խաղը շատ բարդ չգնաց, բայց եթե դնեի դժվարի տակ, ուղղակի անիմաստ կլիներ այս խաղը։ Նենց որ կոմենտներում գրեք, արդար էր թե չէ։ Դե ինչ, շնորհակալ եմ, որ վիդեոն դիտեցիր մինչև վերջ, կհանդիպենք հաջորդ կիրակի։